Գյումրիաբնակ Շիրակի մարզի համայնքների կրթօջախներում աշխատող ուսուցիչների անվճար երթևեկության հնարավորություն ընձեռելու բարեսիրական ակցիան արդեն մոտ 1 տասնամյակի վաղեմություն ունի։ Անվճար երթևեկության կտրոնների տրամադրումը տրանս ակնթարթ ընկերության կողմից սպասարկվող գյուղական համայնքների դպրոցներում մեկնարկեց այսօր։ Ընկերության եւ падգամավորի գրասենյակի ներկայացուցիչներն անձամբ այցելեցին կրթօջախներ, ակցիայի շահառուներին շնորհավորեցին ուսուցչի տոնի կապակցությամբ եւ հանձնեցին կտրոնները։ Որևիցե մեկը թող չկարծի, տեսա փոքր բան է, ուսուցչի համար շատ մեծ բան է նաեւ նրա կողմից ուսուցիչներին տրված վերաբերմունքը, որի համար ուսուցիչների անունից, անձամբ իմ անունից մեծ շնորհակալություն, որ ունենք նման մարդիկ։ Տեսանելի է եւ մանկավարժների սոցիալական վիճակի հետ կապված եւ վերաբերմունքը դեպի համայնք, դեպի մեր դպրոց, դեպի մեր երեխաներին, որ տրասակընթարթ մոտ 10 տարի ակցիան իրականացնում է։ Կուզենայինք, որ այն մյուս կազմակերպությունները եւս այս ծրագիրը իրագործեին, որովհետև տեղյակ ենք, որ շատ գյուղերում մարդիկ ավելի դժվարությամբ գնում գալիս են, բայց վճարում են։ Դրա համար շատ շնորհակալ ենք, որ մեր տարածաշրջանը այս ընտրյալների մեջ է։ Նախաձեռնության հեղինակներ ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ տրանս ակնթարթ ընկերության բաժնետերերը ամենայն լրջությամբ եւ սրտացավությամբ են վերաբերվում ձեռնարկին, քանի որ բոլորի գնահատմամբ սա այն դեպքն է, երբ աներկբայորեն ճիշտ են ընտրված եւ ժամանակը, եւ ոլորտը, եւ շահառուները։ Հանձինս պարոն Մարտուն Գրիգորյանի, որը բացի այն, որ ինքը իր падգամավորական հառակելությունն է բարեխղճորեն իրականացնում, նաև այսօր շատ մարդասիրական գործ է կազմակերպում այդ բեռը վերցնելով իրեն վրա, եւ այսօր գիտենք շատ դժվար է տրանսպորտ պահելը, այսօր ծախսատար է, այսօր կան քանդված ճանապարհներ, կան խնդիրներ, այնուամենայնիվ այս բոլորի հետ կապված նա նորից այս տարի ակցիան շարունակում է, որի համար շատ խորին շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավարության կողմից, համայնքի ավագանու կողմից, համայնքի ազգաբնակչության ծնողների կողմից, որ մեր ուսուցիչների նկատմամբ այսպիսի մարդասիրական վերաբերմունք է դրսևորվում։ Նա նախքան падգամավոր լինելը դեռևս այս ակցիան կազմակերպել է եւ շարունակաբար ամեն տարի մեր Կառնուտ ջրառատ այս գծի հովիտ ուսուցիչներին բաժանել է այս անվճար երթևեկության կտրոնները եւ մենք օգտվել ենք նրա բարեգործությունից։ Հովիտի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ազգային ժողովի падգամավոր Մարտին Գրիգորյանին նրա կատարած բարեգործության համար։ Ճիշտ է, ես չեմ օգտվում, բայց ընտանիքիս անդամներից կան, որ օգտվում են, ապրում են Գյումրի քաղաքում 58 թաղամասում։ Վերաբերմունքը մնում է վերաբերմունք, որը մարդուն բարձրացնում է։ Կրթական գործի կազմակերպիչներն այսօր առավել քան երբևէ կապված երկրում տիրող սոցիալական իրավիճակից կարիք ունեն այդ ուշադիր վերաբերմունքի եւ շոշափելի նյութական աջակցության։